Թբիլիսիում ընթանում է բիզնես ասոցիացիայի տարեկան համաժողովը, որին մասնակցում են Վրաստանի վարչապետը, կառավարության անդամները եւ գործարար ոլորտի ներկայացուցիչները։ Միջոցառումը բացել է Իրակլի Կոբախիձեն ու խոսել երկրի ներկայիս տնտեսական իրավիճակի, մարտահրավերների եւ հետագա ծրագրերի մասին։ Վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկը Վրաստանի 2025 թվականի տնտեսական աճի կանխատեսումը բարձրացրել է մինչեւ 7%։ Հաշվետվությունը հրապարակվել է բանկի կայքեջում։ Հաշվետվության համաձայն սուն թվականին Վրաստանում սպասվում է Արևելյան Եվրոպայի եւ Կովկասի տարածաշրջանում, որը ներառում է Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Մոլդովա եւ Ուկրաինա, հնայի ամենամեծ աճ։ Ավարտվել է Վրաստանի նախագահի այցն Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Միխայիլ Ղավելաշվիլին եւ կառավարության անդամներն ամփոփել են այցը։ Նախագահի խոսքով Դոնալդ Թրամփի կողմից կազմակերպված ընթրիքի ժամանակ նա հնարավորություն է ունեցել ԱՄՆ նախագահին փոխանցել գլխավոր ուղերձը, որ Վրաստանը ցանկանում է նոր գլուխ բացել հարաբերություններում։ Բացի այդ, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում ելույթ ունենալուց հետո Վրաստանի նախագահը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին։ Մենք աշխատում ենք ապահովել, որ խոցելի խմբերը եւ գյուղի բնակչությունը հավասարապես հասանելիություն ունենան առողջապահական ծառայություններին։ Այս մասին առողջապահության նախարար Միխայիլ Սաջվելաձեն հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում կայացած գագաթնաժողովի իր ելույթի ժամանակ։ Միջոցառմանը ներկա էին տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, իսկ թեման ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելումն ու վերահսկումն էր, ինչպես նաեւ հոգեկան առողջության խնդանումը։ Միխայիլ Սաջվելաձեն նշել է, որ վերջին 2 տարիների ընթացքում Վրաստանը զգալիորեն մեծացրել է ուռուցքաբանական ծառայությունների եւ այլ քրոնիկ հիվանդությունների ֆինանսավորումը, նորարարական դեղամիջոցները հասանելի է դարձել բնակչությանն ու ընդլայնվել է հազվագյուտ հիվանդությունների ծրագիրը։ Այդ ելույթով եզրափակվել է Միխայիլ Սաջվելաձեի պաշտոնական այցն Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում նա մասնակցել է բարձր մակարդակի հանդիպումների եւ պանելային քննարկումների։ Նա հանդիպումներ է ունեցել առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարների հետ։ Եվրոպական խորհրդում Եվրամիության պատվիրակությունը հայտարարություն է տարածել Վրաստանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ։ Հայտարարության մեջ նշվում է, որ Եվրամիությունը մտահոգված է երկրում մարդու իրավունքների վիճակով եւ Վրաստանում շարունակվող ժողովրդավարական նահանջով, կոչ անելով Վրաստանի իշխանություններին աջակցել վրաց ժողովրդի եվրոպական ձգտումներին ու երկրի եվրոպական ինտեգրման ուղուն։ Հայտարարության մեջ հիշատակվում են ձերբակալված ցուցարարները եւ ուժի չափազանց կիրառումը։ Պատվիրակությունը նաեւ ափսոսանք է հայտնում, որ իշխանությունները ժամանակին չեն հրավիրել ԵԱՀԿ ընտրությունները դիտարկելու համար։ Ընտրողների լիգա շարժում կազմակերպությունը կհետևի 2025 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ամբողջ Վրաստանում։ Այս մասին կազմակերպության նախագահը հայտարարել է ճեպազրույցի ժամանակ։ Ռադի Աբակելիայի խոսքով կազմակերպությունը սեպտեմբերի 17-ին ընտրական վարչությունից ստացել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դիտարկման կազմակերպության կարգավիճակ։ Ընտրողների լիգան կհետևի ընտրական գործընթացին հիմնվելով ընտրատեղամասերի պատահական ընտրության սկզբունքի վրա։ Ըստ շարժման նախագահի այժմ դիտորդներն անցնում են վերապատրաստում։ Զուգընթաց կազմակերպությունն արդեն հետևում է նախընտրական գործընթացին ու ընտրություններից մի քանի օր առաջ կհրապարակի միջանկյալ զեկույց։ Նրանց խոսքով ընտրողների լիգան հաջողությամբ իրականացրել է 2024 թվականի խորհրդարանական ընտրությունների դիտորդական առաքելությունը։ Կազմակերպությունը հիմնադրվել է 2000 թվականին։ Անօրինական միգրացիայի դեմ պայքարի շրջանակներում Վրաստանի ներքին գործերի նախարարության միգրացիայի վարչության աշխատակիցներն անցկացրել են ներգաղթի վերահսկողության հատուկ միջոցառում, որի շրջանակներում վարչության աշխատակիցները ստուգել են որոշակի վայրեր, որոնց նպատակն էր բացահայտել երկրում առանց օրինական հիմքի գտնվող օտարերկրյա քաղաքացիներին։ Ձերբակալվել է 10 օտարերկրյա քաղաքացի, նրանց թվում են Հնդկաստանի, Մյանմարի եւ Բանգլադեշի քաղաքացիներ։ Պարզվել է, որ նրանք երկրում են գտնվել օտարերկրացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին Վրաստանի օրենքով սահմանված պահանջների խախտմամբ։ Այժմ նրանք գտնվում են միգրացիայի վարչության ժամանակավոր կացավայրում։ Համապատասխան ընթացակարգեր են իրականացվում նրանց երկրից վտարելու համար։ Աջերիայի ոստիկանությունը ձերբակալել է Ուկրաինայի քաղաքացու առանձնապես մեծ քանակությամբ թմրանյութերի ապօրինի ձեռքբերման եւ պահպանման, ինչպես նաեւ նրանց ապօրինի վաճառքին նպաստելու մեղադրանքով։ Բաթումի իրավապահ մարմինների աշխատակիցները մեղադրալի անձնական ու ժամանակավոր բնակավայրի խուզարկության արդյունքում որպես ապացույց առգրավվել են վաճառքի համար նախատեսված առանձնապես մեծ քանակությամբ մետադոն։ Մեղադրյալի ժամանակավոր բնակավայրից առգրավվել են նաեւ թմրանյութերի փաթեթավորման համար անհրաժեշտ նյութեր։ Հանցագործությունը նախատեսում է մինչև
20 տարի ժամկետով կամ ՑՄԱ ազատազրկում։ Վրաստանի մշակույթի նախարարը Թուրքիա կատարած այցի շրջանակներում հանդիպել է Թուրքիայի մշակույթի եւ туриզմի նախարարի հետ։ Ստամբուլում կայացած հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև համագործակցության ծրագրի շրջանակներում համատեղ նախագծերի իրականացման հարցերը։ Ընդգծվել է մշակութային ժառանգության պաշտպանության առումով երկկողմ աշխատանքի կարևորությունը։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել աջակցելու արվեստի տարբեր ոլորտներում, ինչպես նաեւ գիտահետազոտական ուղղությամբ մշակութային туриզմի խթանման առումով նախաձեռնություններին։ Հանդիպման ժամանակ Թինաթին Ռուխաձեն ընդգծել այսօր Անկարայում բացվող Վրաստանի մշակույթի օրերի հատուկ կարևորությունը։ Հետագա նախագծերի իրականացման նպատակով նախատեսվել է աշխատանքային խմբերի հանդիպումներ անցկացնել սույն թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, ինչպես առցանց, այնպես էլ տեղում Թբիլիսիում։ թվականի հոկտեմբերի 4-ին կանցկացվի քաղաքապետարանի մարմինների ընտրություններ։ Այսօրը Վրաստանի քաղաքացիները կընտրեն 5 ինքնակառավարվող քաղաքների եւ 59 ինքնակառավարվող համայնքների քաղաքապետեր, Թբիլիսիի եւ 63 քաղաքային խորհրդի անդամներ։ Ընտրողների գրեթե 90%-ը կրկին կքվեարկի օգտագործելով ընտրական տեխնոլոգիաները։ Ընտրատեղամասում ընտրողը կստանա 1 քվեաթերթիկ, որը բաժանված կլինի 3 սյուների։ Ընտրողը պետք է գունավորի իր ընտրությունը համապատասխան սյունակում միայն 1 ընտրական սուբյեկտի առջև գտնվող շրջանագծի ներքին տարածությունը։ Արի ընտրությունների, կատարիր ընտրություն, քո ձայնը կարևոր է, ԿԸՀ ընտրությունները ընդհանուր գործ է։